Առաջին մարտական հերթապահություն։ Առաջին անգամ մարտական դիրքեր բարձրացող զինվորների համար սա ուղղակի նախադասություն է, որը մի քանի ժամից կդառնա պարտավորեցնող իրականություն։ Դիրքեր պահելուն դեռ ժամանակ կա, իսկ մինչև այդ նախ մարտական հերթապահության երթումն ու աղոթքի ժամն է։ Միշտ պատրաստ եմ մարտի։ Անուն իմ, մեր և համայն Հայաստանի ապագայի։ Երդվում եմ։ Ամեն քայլի հետ յուրաքանչյուրը մի միտք ունի, մարտական դիրքերը միայն էկրանից տեսած պատկերացումներ, քայլերն այս տանում են հենց այդ մարտական դիրքերը, ընտանիքին հիշելու, ցրտի դեմ պայքարելու մասին քիչ են մտածում, հիմա առաջնայինը հայրենիքին պաշտպանելու հպարտության միտքն է։ Իմ համար բանակը ավելի շատ կոփվելու դպրոց է, եթե ճիշտն ասեմ, ու ավելի շատ, ասենք, սահմանապահ տեղ է, այսինքն կարողանում ես այդտեղ քեզ գտնես քո մեջ ուժ, կոփվես, ամենակարևորը, ու քո վրա զգաս պատասխանատվության զգացումը։ Դժվարությունը դետեղու համար է, ու այս բանակում ավելի շատ դժվարություններ որ տենում ես, ավելի ու ավելի ես կոփվում, ավելի հեշտացնում ես քո ապագա կյանքը բանակից հետո։ Մեր մայրերին ուղղակի միայն համբերություն ու վերջ։ Եթե աղջիկը իրականում սիրում է, ուրեմն հաստատ կսպասի իր զինվորին, որտեղ ինքը ինչքան սիրում է զինվորի, երկու այդքան ավելի շատ հպարտ ալնում, մեկը որ ընկեր ունի, երկրորդը որ իր ընկերը զինվոր է։ Զանգում ես մեկը նրանով, որ իրանք քո հետ հպարտ են խոսում, դա արդեն քեզ ավելի շատ է ուժ տալիս։ Ու դա ամեն րոպե իրանց հետ խոսալուց թե տուն թե ընկերու հետ, որ իրանք ավելի հպարտ են ելնում ու ավելի լավ են խոսում ու ասում են, որ սպասում ենք, այդ քո համար ամեն ինչ է։ Զգում եմ հպարտություն, որ առաջի անգամ գնում եմ սահման պահելու։ Բանակը ինձ համար դա կարելի ասել սրբության տիպ ինչ-որ բան է, որը ծառայում եմ իմ հայրենիքի, իմ ծնողների, իմ ընտանիքի, իմ հարազատների համար։ Հարազատներից տնից տեղից կտրված առումով կարոտն է, բայց դե էլի ծառայում ենք մեր համար, մեր ընտանիքի համար։ Ցուրտը դե ծառայության մեջ ասելով էլի ցուրտը ցուրտ, բայց ծառայությունը ծառայություն։ Որ չտխրի, որ ես գնում եմ պոստեր, ավիրով հպարտանա, որովհետև հետո եմ սահման պահելու հայրենիքի համար եւ ամենաառաջին իր համար, որովհետև եթե չպահեմ սահման, չեմ կարող նույնիսկ իմ տուն գնալ, կարող ուրիշ բաներ լինի, բայց դա երկրորդ թականա, ես պիտի պահեմ, որ բոլորը երջանիկ լինեն, իրաց գլուխը հանգիստ տնեն բարձին։ Զոհեր ենք տվել, բայց դա չի նշանակում, որ մենք պարտվել ենք կամ զոհեր ունեցել ենք, չի նշանակում, որ թուլացել ենք, այլ ավելով ենք հզորացել, ավելով ենք մեր զգոնությունը ավելի ենք հզորացրել, որ հաջորդ անգամ նման դեպքեր չլինի ու կշարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Մարտական դիրքերում փորձված զինծառայողներ են սպասում, խորհուրդներ ու անելիքներ կլինեն, իսկ հայրենիքի առաջնագիծը պահելու պարտավորությունն ու հպարտությունը կզգան նրանցից յուրաքանչյուրը խրամատ ոտք դնելուց անմիջապես հետո։ Հեռուստաէկրանով տեսած դիրքն արդեն կդառնա իրականություն, դիրքը պաշտպանող տղան էլ կլինի հենց ինքը։